Այս առավոտ Թուրքիայում կրկին գրանցվել է երկրաշարժ, թվում է, թե երկրաշարժային ակտիվությունը այս շրջանում չի դադարում։ Սոցիալական ցանցերում մարդիկ արդեն սկսեցին կիսվել իրենց զգացածով, ոմանք վախով, ոմանք էլ պարզապես անհանգստությամբ։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, սեյսմիկ ակտիվությունը նկատվել է Բալքեսիի նահանգում, Սնդրգը շրջանում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների կառավարման վարչությունը ԱՖԱԴ-ը տեղեկացրել է, որ երկրաշարժը տեղի ունեցել առավոտյան ժամը 07:18-ին ըստ տեղական ժամանակի։ Տոկոսի ուժգնությամբ կազմել է 4,2 մագնիտուդ, իսկ օջախը գտնվել է 12,9 կմ խորության վրա։ Թեև այս չափի երկրաշարժերը սովորաբար մեծ ավերածություններ չեն առաջացնում, սակայն դրանք երբեմն լինում են նախանշան ավելի խորը երկրաշարժերի համար։ Բալքեսիրի բնակիչների մի մասը նշել է, որ ցնցումը բավականին նկատելի էր հատկապես բարձր հարկերում։ Հիշեցնենք, որ ընդամենը հոկտեմբերի 27-ին նույն նահանգում արդեն իսկ տեղի էր ունեցել 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը առաջացրել է լուրջ անհանգստություն ողջ տարածաշրջանում։ Այս նոր ցնցումը շատերի մոտ վերստին առաջացրել է վախ, որ հնարավոր է նոր ակտիվ փուլ սկսվի երկրի արևմուտքում։ Թուրքիան գտնվում է մի քանի խոշոր տեկտոնական սալերի միացման գոտում, ինչի պատճառով երկրաշարժը այստեղ հաճախ է լինում։ Բալքեսիրի նահանգը գտնվելով Էգեյան ծովի և Մարմարա շրջանի միջև համարվում է սեյսմիկ առումով զգայուն հատված։ Սեյսմոլոգները այժմ ուսումնասիրում են, արդյոք վերջին երկու ցնցումները փոխկապակցված են և կարող են ազդարարել նոր ուժեղ երկրաշարժերի մասին։ Մինչ այժմ որևէ լուրջ վնաս կամ տուժածների մասին հաղորդում չկա։ Թուրքիայի այն մասնագետները շարունակում են հետևել իրավիճակին և զգուշացնում բնակիչներին պահպանել հանգստություն, սակայն պատրաստ լինել հնարավոր հետցնցումներին։ Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե Թուրքիայում, թե տարածաշրջանում երկրաշարժային վտանգը մշտապես արդիական է, և պատրաստվածությունը կարող է փրկել կյանքեր։